Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նրան տապանի քննարկում հաղորդաշարն է եւ զրուցակիցս կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյան։ Կա այսպիսի մի ճշմարտություն, որի հետ դուք կհամաձայնվեք կամ չեք համաձայնվի, որ երբ ուզում ես հաղթել ինչ-որ ազգի, հիմնական պետք է ոչնչացնես նրա բարոյական միջուկը, ինքնությունը, պատմությունը, որպեսզի մարդիկ կառչելու, իրանց ինքնությունից կառչելու հնարավորություն չունենան։ Եվ այդպիսի գործընթացներ մենք ամբողջապես տեսել ենք, թե ուրեմն այս նոր դարաշրջանում, թե ավելի հին դարաշրջանում, թե խորհրդային միությունում, երբ պատմության առանձնակի շրջաններ կտրվել են հայկականից եւ հայտարարվել են ոչ հայկական, այդ գործողությունները մենք տեսնում ենք նաեւ Ադրբեջանի գործողությունների մեջ վերջին 25 տարվա ընթացքում, երբ հայկական այս կամ այն արժեքը մշակութային փորձում էին համարել ոչ հայկական, եւ դա առանձնապես ակնառու է դառնում արդեն Արցախի անկումից հետո, չնայած դրանից առաջ էլ հիշում եք խաչքարների հետ պատմությունը Նախճեվանում։ Նրանք ոչնչացվեցին ուղղակի։ Ուղղակի, այո, տրակտորներով ոչնչացվեցին, լցվեցին գետը եւ այսինքն այդ ռեսուրս ծախսել ազգի ինքնության ոչնչացման վրա, դա իմաստ ունեցող գործողություն է, եթե ուզում ես այդ ազգին ոչնչացնես։ Եվ մենք հիմա ենք տեսնում, որ ինքնության, պատմության տարբեր մեկնաբանությունների հետ կապված այդպիսի ոտնձգություններ անընդհատ արվում են, եւ ցավոք սրտի այս նոր դարաշրջանում, նոր իրավիճակում հայ ժողովուրդը կարծես թե զրկվել է դրանց արժանապատիվ կերպով դիմադրելու հնարավորությունից։ Նախ որ փոքր-ինչ թմրած է այդ ամբողջից, եւ երկրորդը, եթե իշխանությունները թույլ չեն տալիս, շատ դժվար է գտնել ուրեմն այդպես հանդուգն մտավորականների, որոնք կելնեն իշխանության գծին հակառակ։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, ասենք, երբ օրինակ Ամերիկայի փոխնախագահին կարող ես նվիրել Արցախի ցեղասպանության հետ կապված, Արցախում տեղ ունեցած ցեղասպանությունների հետ կապված գրքեր։ Նրան անմիջապես հեռացնում են։ Հիմա այս կոնտեքստով ես այսօրվա հաղորդումը չեմ ուզում լրիվ քաղաքական անենք, ես ուզում եմ մենք նորից մեր ուշադրությունը կենտրոնացնենք մեր ինքնության վրա, արդյոք մենք այն ենք ինչ պատկերացնում ենք, արդյոք իրական փաստերով մենք ունենք մեր ինքնությամբ, մեր անցյալով հպարտանալու իրավունք եւ արդյոք այդ կեղծիքները, որոնք ժամանակ առ ժամանակ նետվում են տարբեր թշնամական ուժերի կողմից, նսեմացնելով մեր ինքնությունը, մեր ազգային արժեքները, արդյունավետ միջոց է մեզ հաղթելու։ Գիտեք, բոլոր տեսակի պարտությունները վերջին հաշվով ավերացվում են միայն այն դեպքում, երբ որ տվյալ ժողովուրդը, որը պարտվել է, ընդունում է հաղթողի մշակութային ինքնությունը։ Շատ պարզ կարող եք տեսնել, ասենք ամերիկյան ինքնությունը ինչպես պատվաստվեց եվրոպական հողի վրա, պատվաստվել։ Կարողացան Գերմանիայում ըստ էության տարածել այդ մշակույթը, բայց միևնույն է, գերմանական արմատները այնքան խորն էին ազգային, որ ինչքան էլ տարածվեց, այո, այսօր էլի դրա ազդեցությունը շատ զգալի է, բայց միևնույն է գերմանական պետությունը մի զգալի չափով էլի ազգային պետություն է։ Չնայած 1001 մարտահրավերներին, բայց այս տեսակետից երևի թե ամենազորեղ արմատները ունի հայ ժողովուրդը։ Իմ խորին համոզումը այդպիսին է, որովհետև հավատացնում եմ ձեզ, երբ որ նույն գերմանացիները հետազոտում էին լեզուները, նրանք եկան այն եզրակացությանը, շատ սկրուպուլոզ հետազոտության հետևանքով, եկան այն եզրահանգմանը, որ հայոց լեզուն, որպես այդպիսին հնագույն
լեզուներից է, եթե ոչ հնագույնը։ Սրանից մոտավորապես 2.5 տարի առաջ լույս տեսավ այդ լեզվի տարածում հռչակավոր արդեն դարձած գիրքը, որը ինձ էլ ինչ որտեղ զարմացրեց, մարդու, որը թերևս ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է որպես հետաքրքրությունների թիրախ Հայաստանը, հայոց մշակույթը, մեր լեզուն հատկապես, մեր այբուբենը, ինձ զարմացրեց այն տեսակետից, որ նրանք անվիճելիորեն ապացուցեցին, որ այստեղից է գնացել լեզուն եղել է պրոտո ժամանակահատվածում, այսինքն վաղ, ամենավաղ ժամանակահատվածում 900 բառից կազմված ամենազարգացած լեզուն է դա եղել։ Հարակից լեզուները եղել են 300 եւ 400 բառ, երկու լեզու է եղել, որոնք մտել են այդ 900 բառանոց լեզվի մեջ, որի հետևանքով առաջացել է առաջին լեզվի մեծ ծավալ ունեցող, այսպես ասած, համակարգը, որը շարժվել է երկու ուղղությամբ, մինչև այդ ես չգիտեի էլ ճիշտն ասեմ, այդ իմ համար բացահայտում էր երկու բան, նախ որ այստեղից շարժվել է հայկական բարձրավանդակ, ու գիտեք, երևի որ հայկական բարձրավանդակ այդ մեր դրած անունը չի։ Նույն գերմանական հետազոտողների դրած անունն է, որովհետև այն միլիոնավոր արտիֆակտները, որոնք հետազոտել են, նրանց մեջ ընդհանրական գծերը հանելով փորձել են գտնել ընդհանրական գծերը արդի մշակույթի մեջ։ Պատմականորեն որտեղ է դա շարունակվել, որից էլ դրել են անունը, որ դա հայկական ճարտարապետության մեջ է, նախորդ ուղղորդական ճարտարապետության մեջ է եւ այլն, եւ դա հայկական բարձրավանդակ է անվանվել։ Սոսկ գիտական մոտեցման հետևանքով ես նորից եմ կրկնում։ Ոչ թե մեզ սիրել են, ու գերմանացիները մեզ առանձնակի չեն էլ սիրում, որ վերցնենք տենց իներտ են ուղակի մեր հանդեպ։ Եվ դա նորմալ է իմ խորին համոզմամբ, բայց այստեղ երկու բաներ, որ շատ զարմացրեց ինձ։ Առաջին հերթին ես մտածում էի, որ ճորապահակով են գնացել։ Եթե գնացել է այդ ալիքը այստեղից հասել է մինչև Եվրոպա, մինչև Ռենոսի հովիտ հասել են եւ այնտեղ տարածել են իրենց քաղաքակրթական զանգվածը, ինչը այսօր էլ կարելի է նկատել, ասենք Բավարիայում դուք կարող եք էլի տեսնել այդ մարդկանց վերաբերմունքը հայկական մշակույթի հանդեպ։ Այսքան ժամանակ աներևակայելի ժամանակ անց է, հազարամյակներ են հոսել ու գնացել, բայց այդ վերաբերմունքը, ձգողականությունը այսօր էլ կարելի է տեսնել Բավարիայում եւ այսպես ասենք էլի դա ոչինչով չես կարող կասեցնել, որովհետեւ այդ մարդկանց ինքնության մեջ է։ Եվ այս տեսակետից, երբ որ ես նայեցի, այդտեղ շատ կարևոր էր, որ նրանք Կասպից ծովի մյուս կողմով էին գնացել։ Այսինքն գերմանացիների ներկայիս հետազոտությունները հնարավորություն են տալիս նույնիսկ այդպիսի տարբերակումը հետազոտության հիման վրա ապացուցել։ Դրանք գնացել էին Կասպից ծովի արևելյան ափով, ոչ թե արևմտյան, մենք համարում ենք, որ Դերբենդով պետք է անցածնեն, ճորապահակ էր դա առաջ կոչվում, Դերբենդում իմիջայլոց նշենք, որ Դերբենդում կանգնած է հայոց առաքելական եկեղեցին, եւ ով է կառուցել այդ եկեղեցին, Շիրվանզադեն, մեր մեծն Շիրվանզադեն։ Ես առաջի անգամ, երբ որ լսեցի, մտածում էի, որ կատակ էին անում, բայց հետո երբ որ ուսումնասիրեցի, պարզվեց, որ նա նաև մեծ ճարտարապետ է եղել եւ դա նրա քերթվածքն է այնտեղ թողած եւ այստեղից գնացել են ու հյուսիսով անցել գնացել են, շփվել են Արդի Վրաստանի տարածքի հյուսիս արևմտյան հատվածի ժողովրդների հետ եւ գնացել հասել են մինչեւ Ռենոսի հովիտը հիմք դնելով այնտեղի գոյություն ունեցող քաղաքակրթություններից առավել ուժեղին այն տեսակետից, որ տարել են իրենց հետ ամրակայված քաղաքների պատկերացումը, մենք ամրակայված քաղաքների քաղաքակրթությունն ենք եւ ջրտի տերասային գյուղատնտեսության ըստ էության կարելի է ասել հայրենիքը։ Մի փոքր տարօրինակ չի այդ ճանապարհը ընտրված ավելի այսպես հերվով, եթե կա ավելի հեշտ եւ ավելի ուսումնասիրված։ Հեշտ ճանապարհ այդտեղ ամենայն հավանականությամբ չի եղել։ Կովկասը նույնիսկ արաբական աշխարհագիրները նկարագրում են որպես սև պատ, այսինքն դա անցանելի չի համարվել Կովկասը։
որի հետևանքով ամենայն հավանականությամբ շրջանցել են եւ անցել են հարթ վայրերով, ճիշտ է, կիսաանապատային վայրերով, բայց այնուամենայնիվ հարթ վայրերով են Ինչու անցել։ ոչ դեպի արևմուտք ուղղակի։ Դեպի արևմուտք, այդ գիծը եւս գերմանացիները փաստում են անվիճելիորեն, որ հայոց լեզվի, պրոտո լեզվի արմատները հայտնաբերել ենք նաեւ Բոսֆոր Դարդանելի հատվածում, այսինքն գնացել հնարավոր է որ այնտեղից են անցել, բայց համեմատաբար ավելի ուշ են անցել, քան այդ մեծ հոսքն է տեղի ունեցել այդտեղից, եւ պետք է ասել, որ իհարկե նրանք առաջ են քաշում ընդհանրապես որպես վարկած, որ այո, այդ ամրակայված քաղաքների քաղաքակրթությունը գնացել է եւ Եվրոպայում գտնվող նեղիրան, բարձրահասակ, բայց տոկուն որսորդների ցեղերը չեն դիմացել, չեն կարողացել պատերազմական գործողություններով պահել իրենց տարածքները, որի հետևանքով նրանց դեպի հյուսիս են մղել այս Հելեսպոնտոսը անցած, այսինքն Բոսֆոր Դարդանելի վրայով անցած հատվածը դեպի հյուսիս է մղել եւ ինքը տարածվել հարավում։ Եթե նայեք Եվրոպայի հարավում ինչեւ հիմա մեծ համեմատաբար ֆիզիոգնոմիկայով եւ արտաքին պարամետրերով ավելի մոտիկ է, քան թե հյուսիսը եւ հիմնական պատճառը գերմանացիները համարում են, որ եղել է վտանգված գյուղատնտեսությունը։ Այսինքն հարավում եղել է տանելի իրավիճակ գյուղատնտեսության տեսակետից, իսկ հյուսիսը վտանգված գյուղատնտեսության տարածք է, մինչև այսօր Ռուսաստանի գյուղատնտեսությունը վտանգված գյուղատնտեսություն է համարվում։ Բացի այդ սևահողային մեջ շրջանից, որ ունի Ռուսաստանը, մնացածը ամեն ինչը դիտվում է այդպիսին։ Եվ այս տեսակետից իհարկե նշենք, որ մեր լեզուն իհարկե դա այն արմատն է, որը հնարավոր չի հանել, հնարավոր չի փոկել, հնարավոր չի փոփոխել։ Մեր հարևանների գրածները տարբեր բաներ են գրում, հիմա ես չեմ ուզում կենտրոնանանք այդ մեր հարևանների գրածների վրա, որովհետև դրանց մի 97-98%-ը ուղղակի այսօրվա ձևավորած ինչ որ խոսույթներ են, նարատիվ, որ ասում ենք, հնարավոր քարոզչական ցավը մեզ պատճառելու համար։ Բայց հիմա ինչ պետք է լինի, հիմա կամենում ենք թե ոչ, վրացական ամենահին մատյանները գրած են հայերեն տառերով։ Երբ որ մենք ուսանող ենք եղել, գնացել ենք, ես եւ դուք եք, որ Թիֆլիս գնացել ենք, մենք զարմանքից քիչ էր մնում լեզուներս կուլ տայինք, երբ որ գնացինք պատմության նրանց կենտրոնական թանգարանը, դրված էին հնագույն 14-րդ դարի, 13-րդ դարի ավետարաններ, եւ այդ ավետարանները մեզ թվաց, որ հայերեն է, հայկական ավետարաններ են, եթե չէինք կարդացել, չէինք էլ հասկանա, որ դա վրացերեն է գրած, այսինքն այն ժամանակվա վրացերենով է գրած, դրա համար մենք չէինք հասկանում, դա վիճարկելիության դաշտ չարժի մտցնել, էլի, բայց երբ որ խոսում ենք Այբուբենից, բոլոր ժամանակների իհարկե ամենաբացառիկ Այբուբեններից մեկը, չասենք ամենաբացառիկը, դա հայոց Այբուբենն է, ու ես խորը կասկածներ ունեմ, որ նա Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել է Այբուբենը, այլ այն դարձրել է կատարյալ, այսինքն յուրաքանչյուր լեզու ունի իր զարգացման փուլերը, այդ զարգացման փուլերի ընթացքում այս լեզուն խառնվում է ուրիշ լեզուների հետ, տեղ են ունենում ձայնային որոշակի փոփոխություններ, ու օրինակը վերցնենք էլի, հա, ասենք Հայաստանում տեղանունները թուրքերեն են դրած, մի զգալի չափով, հա, ինչու են թուրքերեն դրած, որովհետև թուրքական կայսրության մեջ է եղել այդ երկիրը, որպեսզի ինֆորմացիան կրի բովանդակային հիշողական հնարավորություն, դրա համար մի զգալի չափով թուրքերեն է դրած, հիմա Üç Kilisa նշանակում է 3 եկեղեցի, այդ հասկանալի է, ասենք, թե թուրքի համար, թե քրդի համար, թե տաջիկի համար, կամ այական մեկի համար, որոնք ապրում են Թուրքիայի տարածքներում, հա, դա ընկալելի է, հետո մի բան էլ այստեղ հաշվի առեք, էլի, իմպերիալ լեզուն սնանկ լեզու է միշտ լինում, դա պետք է սնանկ լինի, որպեսզի այդ իմպերիան կայանա, թուրքերենը եղել է պարզունակ, ու կոպիտ չեն, չի սնանկ լեզու, այդ լեզվի մեջ յուրաքանչյուր էթնիկական խումբ դնում է իր բառամթերքը, որի հետևանքով այդ լեզուն դառնում է ընդհանրական իմպերիալ լեզու,
Բայց վերջին հաշվով անգամ այդ իմպերիալ լեզուն իր առաջ թերթերը տպելա հայերեն, չէ։ Այսինքն հայատար շրիֆտով է տպած առաջին թուրքական Այդ թերթերը։ մասին հիմա շատերը մոռացել են, իսկ շատերն էլ չգիտեն բարձր։ Լավ, չէ, դինան ջան։ Դե որ բացեն դե պոպուլար բան է, էլի, դե այնքի որ մենք կարող ենք օրինել թերթերը տպած են, ինչ անես։ Չի խոսվում, դե հիմա չենք խոսում, կարող է չենք խոսում, դրա կարիքը չունեն։ Դե հիմա եթե դու ունես դյուցազներգություն այնպեսին ինչպեսին Սասի Դավիթն է, եթե դու ունես ուրիշ դյուցազներգություններ, մի անգամ երևի հնարավորություն կլի խոսենք նաև այդ մյուս դյուցազներգություններից էլ, որոնք փորձենք համեմատել Սասի Դավիթի հետ, եւ ընդհանրապես Սասի Դավիթը իր տեղը դնել, որ այդպիսի դյուցազներգություն չկա էլ, այդպիսի էպոս չկա էլ, գոյություն չունի, այսինքն Գիլգամեշի էպոսը նրա համեմատ պարզունակ էպոս է, այս կդնեն, որ բայց ինչ վերաբերում է մեր Այբուբենին, իհարկե, ասենք իմ արածը երևի թե այդտեղ այնա, որ ես կրոնագիտական վերլուծության եմ ենթարկել մեր Այբուբենը, եւ այդ կրոնագիտական վերլուծության արդյունքում ստացվել են շատ արտակարգ իմ կարծիքով հետաքրքիր տվյալներ, նյութեր եւ երևի թե հաջորդ սերունդներն էլ շատ բան ունեն այդ առումով անելու, ուղղակի ես համարում եմ, որ Կորյունը, որը գրել է Վարք Մաշտոցի, հա, եւ նրա վրա է հիմնվում Մաշտոցի հետ կապված 1001 բան, որովհետեւ նրանից պահանջվել է ուղղակի Մաշտոցի մահվան հետ կապված, այսինքն տարելիցների հետ կապված գրել, որտեւ ինքն է հետը ապրել, ինքն է աշակերտ է եղել եւ այլն եւ Կորյունը այնպես ինչպես գրել է, նու պետք է մենք այդպես հասկանանք, էլի, ոչ թե մենք որոշենք, որ չէ, մենք ենք ուզում, որ ուրիշ կերպ լինի։ Այդպես չի կարելի անել։ Դե տեսեք, հիմա բերեք վերցնենք ուղղակի խաղարկենք, այսինքն փորձենք վերականգնել, ինչպես է ստեղծվել Այբուբենը։ Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը այդ ժամանակ կաթողիկոսն է, Մեսրոպ Մաշտոցի հետ միասին, ինչպես գրում է Կորյունը, գնացին թագավորի մոտ, Վռամշապուհ։ Վռամշապուհ թագավորի մոտ գնացին, Վռամշապուհը լսեց, այս մարդիկ ասին, որ մենք որոշել ենք Այբուբեն գրենք, Այբուբեն ստեղծենք հայերի համար։ Վռամշապուհը աշխարհով մեկ եղավ, ուրախացավ, վեր թռավ եւ այլն, ինչը բավական դժվար է պատկերացնել, որովհետեւ դրան հաջորդում է խոսքը կոնկրետ եւ արքան ասաց. Ես գիտեմ մարդ, որը ունի հայերեն ալֆաբետք, հայերեն տառերի ալֆաբետք, ալֆաբետքն գրաբարյան նշանակում է հոգնակի, բազմակի, այսպես ասենք, այսինքն ես գիտեմ մարդ, որը ունի բազմաթիվ այբուբեններ հայկական, կասեմ կբերի կտածես, դուք էլ կնայեք կտեսնեք, որը ինչ է, բայց այստեղ բերեք մի հատ էլ դիտարկենք, իսկ ով էր այդ Վռամշապուհը։ Թերևս բոլոր ժամանակների մեր ամենաինտելեկտուալ արքան, որի հարգանքը այնքան մեծ էր արտերկրում, որ եզակի մի ժամանակաշրջան է, որ ոչ Հռոմը եւ ոչ Պարսկաստանը ոտնձգություն Հայաստանի դեմ չեն արել։ Այն նրա որդու օրոք կործանել են Հայաստանը։ Բայց Վռամշապուհը դա բացարձակ ինտելեկտի դեր անձնավորություն էր, որը գիտեր այբուբենների մասին։ Այս տեսակետից իհարկե մենք երկրորդայնացնում ենք նրա կերպարը, որը ես չեմ համարում, որ ճիշտ է, որովհետև եթե արքայի պատվերը չլինի, շատ դժվար է պատկերացնել, որ դրանով զբաղվող լինի եւ դա ֆինանսավորող լինի։ Դա արքայի պատվերն է ամենայն հավանականությամբ։ Հիմա կանրադառնանք, թե դա ինչով է մեծ։ Բայց ուղղակի շատ կարճ նշենք, էլի, այս պատմությունը մենք ժամանակը երևի թե չի հերիքի, որ ես այդ իմ գրածները բոլորը փորձեմ տեղեկացնել մեր լսարանին, չէ։ Տեսեք, Մեսրոպ Մաշտոցը սկսում է դասավանդել Դանելյան գրերով։ 24 տարից է բաղկացած։ Դասավանդում է։ Եթե չկան, եթե դա այբուբեն չի, նա չի կարող դասավանդել։ Բայց դասավանդել է։ Հա, դասավանդել է։ Դասավանդելուց հետո նա որոշում է, որ չէ, այս գրերը չեն բավարարում։ Ինքը թողնում հեռանում է վայք։ Եվ այստեղ տարիներ շարունակ պայքարում է դևերի դեմ։ Դևերը քրմերն են։ Հեթանոսական քրմերը։ Ամենայն հավանականությամբ, որոնք
այբուբենից տեղյակ են։ Ինչու եմ համարում, որ դա այբուբենից տեղյակ են, որովհետև դժվար է պատկերացնել, որ ուղակի հիշատակությունները կան, որ մենք ունեինք գրքերի զետեղարաններ հեթանոսական շրջանում, այսինքն ուղակի տեղեկությունը ունենք, որ եկել էր մեկը, որին փող էին տվել եւ ասորիները եւ Բյուզանդիայից էր վերցրել, եկել էր, ավելի ճիշտ Հռոմից կնեք, վերցրել, եկել էր, որպեսզի թարգմանություններ կատարի։ Կնեք Պարսկաստանից եւ բանից, ոչ թե Հռոմից, Պարսկաստանից եւ ասորական։ Դրա մասին մենք ունենք ուղակի վկայություն։ Մենք ունենք ուղակի վկայությունը, որ այդ մարդը եկել է, արքայից պետք է խնդրեին, երկու մեծ գրադարաններ էին տարբեր քաղաքներում գտնվող, մեկից, որը գլխավորն էր, արքան թույլ չի տվել, երկրորդից թույլ է տվել։ Այս մարդը գնացել թարգմանությունները կատարել, թարգմանություններ հայերենից կատարել է, վերցրել գնացել է եւ ստացել է հավելավճար, պրեմիա, պայմանական ասած, լավ թարգմանությունների համար եւ կարեւորագույն ինֆորմացիայի համար։ Այսինքն սրանից ինչ կարող ենք եզրակացնել, որ մենք ունեցել ենք հսկայական քանակի զետեղարաններ, որտեղ գտնվել են այդ գրքերը։ Գրադարաններ։ Գրադարաններ են կամ գրապահոցներ։ Մարդիկ չէ, գրապահոցը փոքր բան է։ Եթե մարդիկ գալիս են աշխարհից աշխարհ, որպեսզի այդտեղից թարգմանություն անեն, որտեղից են ուզում թարգմանությունը անել, որը իրենց համար մեծ նշանակություն ունի։ Այսինքն աղբյուր, որի գերակայությունը անվիճելի է թե պարսից բավականին էլի հարուստ մշակույթի համար եւ ոչ պակաս հարուստ, ասենք ասորական մշակույթի համար։ Դրանից հետևում է, որ դրանք շատ զարգացած համակարգ են եղել։ Հիմա արքանել են գլխավորին թույլ չի տվել, որ դիպչեն։ Այնտեղ մտնել թարգմանություն անել թույլ չի տվել, բայց այն մյուսում էլ արդեն բավարար է եղել այնպես, որ հավելավճար են վճարել այս մարդուն։ Հիմա այդ մենք ունեցել ենք անվիճելի է դա։ Ուրիշ հարց է, որ դա գրքի տեսքի է եղել, գրքի տեսքի չի եղել, մենք չգիտենք։ Հնարավոր է եղել են փաթույթներ, հնարավոր է եղել են գրքեր, բայց դա ոչինչ չի փոխում աշխարհի երեսին, էլի։ Այդ գիրը, որ եղել է, ինչ որ ձևով պիտի գրված լինի։ Հա, չէ, գրվել է, դա կասկած չկա, կասկած չկա այդտեղ։ Ուղղակի եթե ասենք հնարավորությունները ըլդեն, այսօր էլ կարելի է գնալ, պեղել, հանել պրոտոգրերը։ Մի քիչ զարմանալի բան ասեցի, բայց ես իմ ասացի համար պատասխան տալիս եմ, էլի։ Եվ դուք նույնիսկ գիտեք որտեղ մոտավորապես։ Հա, վախենում եմ ասելը։ Շատ լավ։ Որովհետև մենք այն իրավիճակում չենք, էլի, որ ասենք, հետո կենտրոնացնենք ինչ որ հնարավորություններ եւ արանքը չմտնի քաղաքականությունը։ Այո։ Ես դրանից ուզում եմ հնարավորինս հեռու մնալ, նույնիսկ ասենք իմ ընկերներից, պեղումնաբանությամբ զբաղվող իմ ընկերներից, հնագետներ, մեր ամենախոշոր հնագետը իմ ընկերը Հակոբը, ուղղակի պատրաստ է, որ հա գնանք անենք ակադեմիական քաղաք սարքելուց հետո, ակադեմիական քաղաք ասելով, որ լինեն տներ ժամանակավոր կացարաններ, որտեղ ամեն ինչը կհավաքվի, ամեն ինչը կենտրոնացվի եւ համակարգավորված կներկայացվի աշխարհին։ Աշխարհը կգա կնկարահանի այնքան ինչքան որ մենք թույլ կտանք եւ կներկայացնենք աշխարհին, որպեսզի պարզ լինի, որ գիրը ծագումը ավելի շատ ավելի վաղ, քան թե մենք պատկերացնում էինք։ Վաու։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում։ Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակ անց ստեղծում է գրերը։ Գրերը ինքը տեսնում է հրաշքով, հա, Աստծո ձեռքով քաշած, բոցե լեզվակների տեսքով, լանջին սարի, այբուբենը հայոց տեսնում է եւ 36 տարանոց այբուբենը ստեղծում ու նորից հակասության մեջ են ընկնում։ Ասենք գնում են Բյուզանդիա, ավելի ճիշտ Հռոմ եւ այդտեղ մի հույնի տալիս են, որ նա ինչ որ դիզայնի փոփոխություններ կատարի։ Ինչը չի կարող այդպես լինել ուղղակի, որովհետեւ եթե Աստծո մատով է քաշած, ինչ դիզայն։ Ինչի մասին է խոսքը, էլի։ Մենք խոսում ենք զուտ վկայության Հա, մասին, մենք որը խոսում կարող է եւ օբյեկտիվ չլինել, այո։ Չէ, էդ էլ կասենք։ Այո, Էդ էլ կգա ժամանակը, կասենք, որ հա, նոր ձևավորվող քրիստոնեության համար նախորդող շերտը երկրորդայնացնելը լուրջ խնդիր է եղել։ Քանի որ կան, մինչև 16-րդ դարը արորդիներ են պահպանվել մեր մոտ լուրջ քանակությամբ։
Այսինքն այդպես չի էլի, որ հենց մենակ քրիստոնյա են եղել։ Եղել են նաև հեթանոսներ, մնացել են այդ հեթանոսները, ոչ մի խնդիր այդտեղ առանձնակի չի եղել։ Այդ պատկերացնել, որ հա եղել են ինչ-որ բախումներ, ինչ-որ դաժանություն, 1-2 տեղ, այդ տենց համատարած բան չի եղել, էլի, դա, այսպես ասենք, թոնդրակեցիների պատերազմը չի եղել, էլի, 100,000-անոց բանակը 100,000-անոց բանակի դեմ, այդպիսի բան չի եղել։ Հիմա 36 տարից, երբ որ բաղկացած է, այդ տարերը փորձենք դիտարկել։ Ես երկար ժամանակ շատ դե իմ համար ամենաառաջնակարգ ուղեղը դա մեր պատմության մեջ ուղեղներից մեկը, այսպես ասենք, դա Անանյա Շիրակացին է։ Եվ Անանյա Շիրակացու մոտ կա, որ հայոց Այբուբենի գաղտնիքը 7-յա մեջ է։ 7-յա մեջ է, ես մոտավորապես մի 2.5 տարի փորձել եմ հաղթահարել այդ բարիերը հասկանալ ինչի նկատի ունի։ Հետո հասկացա, որ շատ պարզ է։ 2.5 տարի հետո ճիշտ է հասկացա։ Չմտածեք էլի, որ լրիվ բութ եմ, էլի, այդ առումով չէ։ Ուղղակի հնարավոր ամեն ինչը փորձել եմ, 3 մասի եմ բաժանել, եռանկյունի եմ դարձել, բայց երբ որ մտցվեց այդ տարերը մտցրի ռոմբի մեջ, այսինքն հեթանոսական գլխավոր նշանի, որից գալիս է նաև խաչը, ռոմբը 2 քառակուսի է դրված անկյուններով վերև ներքև, արևելք արևմուտք հյուսիս հարավ եւ եթե կիսեցիր խաչն է, մեր պատկերացրած հավասարաթև խաչն է, նաև Երուսաղեմի խաչն է այդպիսին, թե մեր ազդեցությունն է, թե չէ այդ ուրիշ հարց է, բայց այդպիսին է։ Եվ երբ որ մենք դիտարկում ենք, ինչա դուրս գալիս դրանից հայք։ Այսինքն արեգակնային անցման կետերը, գարնանային գիշերը հավասար, ամառային արևադարձ, աշնանային օրահավասար եւ ձմեռային արևադարձ հայք։ Երբ որ ես այս դիտարկում եի, ես մտածում էի, թե ես կխնդրեի մի քիչ ավելի մանրամասն այս մասը բացատրեք, որովհետև մեր հեռուստադիտողները հաստատ կարիք կունենան ընկալել են ինչ որ դուք եք ասում։ Այսինքն այդ ռոմբը ինչպես է առաջանում, Այբուբենի ես մի երկու անգամ փակ լեկցիաներ կարդացել եմ այդ մասին, խնդրել եմ որ տեսագրեն, եւ հետո պարզվեց, որ այսպես ասած ծովահենական տեսագրություններ կային երկու հատ եւ նո մարդիկ չգիտեմ էլի վերցրեցին ու սկսեցին իրանց անունից նաեւ ինչ որ ներկայացնել իմ համար դա բավականին տհաճ էր բայց հիմա ամեն դեպքում հա կամայական մեկը կարող է վերցնել եւ ռոմբի տեսքով բաշխել հայոց Այբուբենի 36 տարերը այից սկսում ենք ամենավերևից A B G հետո 3 A, B, G, D, E, Z, հետո E, E, T, Ž, այնպես որ ռոմբ դառնա։ Ռոմբ դարձավ, դուք անջատում եք ռոմբի անկյունային տառերը եւ ստանում եք հայք։ Հայք նշանակում է հայր։ Այսինքն դա մեր ինքնությունն է։ Դա եղել է շատ ավելի վաղուց։ Ես իհարկե ունեմ նաեւ միջանկյալ միջնորդավորված ապացույցներ, ասենք իմ համար նույնիսկ ապացույցային, որ երկրորդ դարում չինական կայսերապետությունը ճանաչում է օտար, այսինքն ոչ իրենց պատկանելության առաջին սփյուռքը հայերն են։ Երկրորդ դար։ Եվ այդ սփյուռքը մնացել է մինչև 18-րդ դար։ Առանց գրի այդպիսի սփյուռք չի կարող մնալ։ Հասկանում եք, եթե հաղորդակցություն չկա, ոչ հայրենիքի հետ գրով, ոչ իրենց սերունդների միջև գրով, այդպիսի բան չի կարող լինել։ Հավատացնում եմ։ Եվ հա, երբ որ մենք խոսում ենք, մնում է այն երկու տառերի հարցը, հա, դա Եվը տառ չի, հասկանալի, հա, ինքը երկնչույթ է եւ տառ չի, հա, որպես այդպեսին։ O եւ F։ Մինչև հիմա փորձում են ապացուցել, որ դա ինչ որ բերովի բաներ են, ինչ որ մի ժամանակ խաչակիրներ են իրենց հետ բերել, էս են արել, են արել։ Հավատացնում եմ ոչ։ Մեր տառերը իրենց ներսում բաժանված են 3 խմբի։
լուսնային տառեր, արևային տառեր, գերակայությունը արևայինն է, որտեղ մենք արեգակնակենտրոն քաղաքակրթությունն ենք, արևային տառեր, լուսնային տառեր եւ աստեղնալից երկնքի խորհրդանիշներ։ Հետաքրքիր է ինչպես են բաժանվում տառերը։ Ու հիմնականը արևայինն են, դրան ոչ մի խոսք, ան սկսվում է լույսի ընդհանրական պատկերից եւ վերջանում է K-ով։ Քան եթե տեսնում եք լուսնի, կնեք արևի ընդհանրական պատկերից անա սկսվում եւ վերջանում է լուսնով, այսինքն K-ով։ Այսինքն լուսնի տատանումն է դրած K-ի մեջ եւ վրայով անցնում է լուսնի գլխավոր խորհրդանիշը բոլոր ժողովուրդների եւ ժամանակների համար։ Լուսնի գլխավոր խորհրդանիշը այդ խորհրդանիշն է։ Դրա համար դրված է Z-ի տակ ինքը 6-րդ տառն է։ 7-նյագիրը հենց դա էր։ Առաջին տառը թողնենք, ասեցի արդեն դա լույսի գլխավոր խորհրդանիշն է, B, G, D, E նույն տառերն են խորհրդանիշի տեսակետից, ուրվագծի տեսակետից։ Դա արեգակնային կամարն է, արեգակնային կամարն է, G-ն քանի որ գագաթ ի նկատի ունի, ասենք B, G, D, E, G-ի գլուխը փակ է ուղղակի։ Այսինքն նա ամենազորեղն է, էլի այդ առումով գագաթ։ Եվ վերջում գալիս է E։ Ոնց է հնչույթը E-ի մեր եջ։ Այսինքն արևի ամենացածր իջած կետն է։ Էջ միածին ենք ասում, եջ։ Դա, այսպես ասենք, էլի մեր մշակույթի մեջ ուղղակի թափանցած է մինչև վերջ։ Ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ ձեր միտքը այն է, որ Այբուբենը գրել է դա ոչ թե ինչ-որ սիմվոլներով նշանակելն է հնչյունը, որպեսզի խոսակցական լինի, այլ դրա մեջ պետք է մտածելն ինչ-որ սիմվոլներ, խորհրդագիտական ինչ-որ գաղափարներ։ Տառերի միագումարի մեջ դուք կարող եք տեսնել ինչպես լուսնային տարին, որը կոչվում է Սիդոնիկ տարի եւ Սեդերիկ տարին, այսինքն արևային տարին։ Արևային տարին 365 է եւ լուսնային տարին 354։ Երկուսն էլ կան։ Դա այսինքն միտքս այն է, որ երբ որ ինչ որ մեկը գրեր է պատրաստում, աշխարհի բոլոր երկրներում են գրերը այդպես կապված այդպիսի խորհրդանիշների հետ։ Գիտեք, աշխարհի բոլոր երկրներում ասելը կարելի է ենթադրել, որ նաև լատինական գրերը կամ հունական գրերը ինչ որ կապ ունեն դրա հետ, համանման, ինչու։ Որովհետև որպիսի գիրը հիշվի, նա պետք է կապ ունենա ինչի հետ, ժամանակի։ Տեսեք, Հիսուս Քրիստոսն ունի 12 աշակերտ, ինչու 12։ Դա ամենահեշտ հիշվող թիվն է։ 12 ամիսներն են տարվա։ 12։ Հիսուս Քրիստոսը համարվում է արև, ճիշտ է։ Ինքը մեր լույսն է։ Ինքը լույսը բերողը եւ դրախտը բացողն է։ Որպես այդպես։ Հիմա սրանից դուրս, երբ որ մենք խոսում ենք մեր հարակից ժողովրդների այբուբենների մասին, այսպիսի խորը հենքային կառույց մեր համար դժվար է այնտեղ գտնելը։ Կարող է իրանք ման գան, ինչ որ բաներ գտնեն, ես բան չունեմ ասելու, այդ իրանք խնդիրն է։ Բայց մերը ամենապարզ տարբերակն է, նորից եմ կրկնում, որտեղ ոչ մի բան չկա, ուղղակի սկսում եք այից եւ գնում եք, շարում եք, ստանում եք հայք։ Ինչքան ժամանակ է պետք, որպեսզի տառերը դասավորվեն այդպիսի համակարգի մեջ։ Հազարամյակներ։ Ես լուրջ եմ ասում դա։ Հազարամյակներ, դա հնարավոր չի, որ մեկ մարդու ուղեղում տեղավորվի այդ աներևակայելի պոտենցիալը, որը ժամանակի մեջ կարող է մենակ գալ եւ դառնալ։ Կարող են ձեզ առարկել, որ դա պատահական է ստացվել, որ ոչ ոք ճիշտ ասեմ, ես մեր մաթեմատիկներին առաջարկել եմ, որ հավանականության տեսության առումով մի հատ էլ դիտարկեն թե այդ թվերը, որոնք ստանում ենք այբուբենից, որոնք ես իրանց համար բացել եմ, ցույց եմ տվել եւ այլն։ Իրանք ասել են մոտավորապես դա նույնքան կարող է պատահական լինի, ինչքան որ շվեյցարական բանկի սեյֆը, որը 6 թվից կոդ ունի,
առաջին հպումով հավաքես։ Հա, այդ հավանականությունը կա, բայց այդ հավանականությունը 0.00 ես իմ որ երրորդականը։ Շատ լավ, մենք սկսեցինք նրանից, որ Մեսրոպյան Այբուբենից առաջ եղել են հայկական գրեր, եւ այդ հայկական գրերը Մեսրոպյան Այբուբենի մեջ իրենց տեսքով, իրենց բանով ինչ որ ձևով ներառված են, թե այո, անվիճելիորեն նրանք ներառված են, որովհետեւ հնարավոր չի, որ այդպիսի փոփոխություններ կատարվի մեկի կողմից եւ հավերժի։ Օրինակը բերեմ, բոլորս գիտենք, որ պոեզիայի մեջ այս տարածաշրջանում մրցում են իրար հետ հայերը եւ պարսիկները։ Պարսկական պոեզիան պահլավական հատկապես բացառիկ լեզվով գրված պոեզիան, ինչպես համարում են գերմանացիները եւս, անգլիացիները, գերմանացիները եւս, այդ պոեզիայի լեզուն այսօր չկա։ Այսինքն դա դերը գրավել է շուկայական լեզուն։ Մերը ամենակիչ փոփոխությունների ենթարկվածն է այս առումով։ Այսինքն գրաբարը մենք ինչքան ժամանակում ենք սովորում։ Գրաբարը որ նստես մի ամսում կսովորես, ամիս ու կեսում։ Նրա ու հայերենի միջև տարբերությունը, հա կա տարբերություն, այդպես չի կարող չլինել տարբերություն, եթե անցել է 1000 քանի տարի, էլի, որպես այդպեսին։ 1500 տարի անցել է։ Հա, ինչ որ տարբերություններ կան, բայց միևնույնն է, այդ տարերի աներևակայելի հին ժամանակ, շատ ավելի հին ժամանակներից գալը մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից ձևակերպվել է որպես Այբուբեն եւ մինչև այսօր ինչն է պատճառը, որ Այբուբենը չի փոխվում։ Փորձեր արվել են, պիտի ասել։ Չէ, բոլոր փորձերը կոսմետիկ փորձեր են։ Նույնիսկ կոմունիստների արած փորձեր, որոնք ռադիկալներ էին, էլի, միևնույնն է հայերենի հարցում կոսմետիկ փորձեր են։ Ես իմ ինչ չի, էլի։ Հիմա Մաշտոցյան ուղղագրությամբ ես գրում, թե նոր ուղղագրությամբ ես գրում, դա ես իմ ինչ խնդիր չի լուծում, էլի։ Հա, կա տարբերություն։ Մի հատված կար, որ ես բառը օրինակ գրում են 3 տարով Դեմի Վալոդյան էլ գրում էին Վոլոդյա եւ այլն, էլի, մի այսօր էլ են գրում այտենց, հետո լեզվի տեսչությունը փոխեց, հետո լեզվի տեսչությունը սկսեցին հիմա անհասկանալի բաներ անել։ Ինչ է, որ այո, այդպիսի փոփոխություններ լինում են բնական, լինում են արհեստական եւ մեր աչքի առաջ համեմատված վերջին 100 տարվա մեջ արհեստական փոփոխությունները ոչ մի կերպով չմտան։ Չէ, հայերենի մեջ որպես այդպեսին չեն մտնում, որովհետեւ նրա նախորդող պատմությունը աներևակայելի երկար է, նրա ճշգրտությունը շատ բարձր է եւ վերջապես պատահական չի, էլի, հա, որ երբ որ դիեզերք պետք է ուղարկվեր, ասենք, այդ պլատինե կամ ոսկու դիսկը երկուսն էլ ուղարկվել է, այդտեղ նաեւ հայերեն լեզուն էր, որը նշվեց որպես վեհ հայերենի ներկայացումը այլ մոլորակայիններին, վեհ հայերենի Այսինքն դա ամենաբացառիկ հնչեղության լեզուն էր։ Տեսեք, ես հիմա առաջարկում եմ մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք եւ բավականին հետաքրքիր հարցեր կան, որը պետք է քննարկել միասին։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ գովազդի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը Վարդան Խաչատրյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանի հետ։ Ես ուզում եի հետևյալ դիտարկումը անել, որ Այբուբենը հայրիս համար զուտ իրար հետ շփվելու, գրելու, մտքեր պահելու միջոց չի։ Դուք հաստատ նկատել եք նաև, որ մինչև օրս էլ Այբուբենը օգտագործում են որպես զարդանախշ, որպես արցան, որպես, չգիտեմ, հագուստի, դեկոր եւ այլն, եւ Այբուբենի նկատմամբ հայրիս վերաբերմունքը ինձ թվում է մի փոքր այլ է, քան մյուս ազգերի։ Որտեղից է գալիս դա։ Դա սիմվոլներ են։ Ես օրինակը բերենք, էլի, հա, արաբերենը դա գիր է։ Բայց դրանք դժվար է ասել, որ սիմվոլներ են։ Շատ գեղեցիկ, ասենք, երբ որ դու կարող եք տեսնել, որ տարբեր գծեր խառնված են իրար, կոչվում է արաբական հյուսք։ Բայց այդ գրի հիմքում ընկած է այդ աղեղը։ Աղեղ վրան, ասենք, դրված կետերով որոշում է, թե հնչյուն է, ոնց է հնչում։ Այս մի բան է, որևէ կերպ չնսեմացնելով որևէ մեկի գիրը, մերը սիմվոլներ են, որպես այդպիսին։ Սիմվոլներ են, որոնք կապված են երկնքի երբաժանման հետ։ Աստեղնալից երկնքի, արևի եւ լուսնի։ Այս տեսակետից անցել է աներևակայելի մեծ ճանապարհ, եկել է հասել ամեզ ու չմոռանանք էլի, թե այդ, հա, մեզ հարևան ստեղծվել է կայսերապետություն, ճիշտ է, առաջին մեծ փորձը իրական կայսերապետության ստեղծման, դա հաջող փորձ է, այսպես ասենք, եղել է Պարսից կայսերապետությունը։
Եվ այդ Պարսից կայսերապետությունը ստեղծել է իր մայրաքաղաքում գոյություն ունի հռչակավոր պատը, որի վրա քանդակված են բոլոր նրանք, ովքեր որ գտնվում են պետության հետ հարաբերությունների մեջ, Պարսից պետության։ Եվ առաջինը ով է կանգնած այնտեղ, հայերը։ Առաջինը կանգնած է հայոց արքան, ուղիղ երկու աչքով, նա առաջինը, որտեղ առաջինը դու իրան պետք է տեսնես։ Իրանից առաջ չկա ոչ մեկը։ Իրանից առաջ կա սրբության խորհրդանիշը։ Այսինքն ինչն է Պարսից արքունի սրբությունը։ Նա բուսական կերպարով է մեջ բերած, առաջին կանգնած անձը հայն է։ Հայոց արքան է։ Արծվի գլխով թուրը գոտկատեղին, ուղիղ երկու աչքով նայող դիտողին, որը խորհրդանշում է այն, որ ինքը խոսքի տերն է եւ իր բարոյականությունը չփոխվող բարոյականություն է։ Հիմա երբ որ մենք ասում ենք, հա, մեր այսպես ասենք, էլի մեր տառերը դրանք պահպանված են նաև 1001 մեր տաճարներում։ Եթե ասենք օրինակ գնանք, լավ, բերեք ես չասենք էլի, որ հանգարց բան չանենք, լավ, թողնենք ես, ուղղակի նշենք, որ մեր տառերը ունեն բազմաթիվ գրելու եղանակներ։ Այսինքն, երբ որ ես հետազոտությունները անց էի կացնում ընդամենը քարերի վրա պահպանված արձանագրությունների հետազոտություններ, գոյություն ունեցող, ասենք, պահպանիչների մեջ են էջերը, որոնք ամենահինն են, մաշվել են, մագաղացիա էջեր են եւ դրվել են հաջորդ գրքի կազմի մեջ, որպեսզի պահպանեն այդ գրքը եւս։ Այո։ Այս պահպանիչների վրայի տառերը, բայց երբ որ ես խորությամբ դիտեցի արդեն մեր ձեռագրերում գոյություն ունեցող գլխատառերը, այդտեղ աներևակայելի մի աշխարհ դուրս եկավ։ Ինչ նկատում եք, ավելի բաց պետք է կան։ Ավելի բարձ, որ այն ամենը, ինչը մենք խոսեցինք, որպես երկնքի երբաժանում, այստեղ գոյություն ունի, անվիճելի գոյություն ունի, եւ այդ խորհրդանիշները կարելի է գտնել 1001 տեղ, բայց նրանք որևէ տեղ չեն կարողացել պահպանվել այնքան երկար, որքան մեր մոտ եւ մինչեւ այսօր գալիս են դեռևս եւ շարունակվում։ Այսինքն, բարձ խոսենք, էլի, ավելի բարձ ասեմ, չգիտեմ, մեր ունկնդիրներին եւ մեզ նայողներին կարող է պատահի անծանոթ լինի, Եգիպտոսում գոյություն ունի մեկ նմուշ, որը չի կարող լքել Եգիպտոսը։ Լիքը թանգարաններ կան հին Եգիպտոսին վերաբերող, բայց մեկ նմուշ է, որը չի կարող լքել Եգիպտոսը, դա Նարմերի փալետն է։ Ընդամենը 62-65 սանտիմետր բարձրություն ունեցող, ամենայն հավանականությամբ ծիսակատարությունների կենտրոնում, այն նրա մեջ գոյություն ունեն այդ սիմվոլները։ Այսինքն մարդիկ, որոնք սիմվոլիկ իրենց արտաքիններով կան, այն նրա մեջ գոյություն ունեն։ Իհարկե դաժան տեսարաններ կան, գլխատված մարդիկ, հա, ցուլի գլուխները վերևում, իհարկե, որ լուսնի գերակայությունն է նշում այդ տարածքների, բայց այդ ամենը մեռել գնացել է։ Այսինքն այսօր եթե խոսենք, այդ նույն եգիպտական հնագետները ի վիճակի չեն լինի դա մանրամասնորեն բացատրել։ Թե որ ինչի է այտենց, այս մեկնով է, իսկ ինչի է ձեռքին էս, այն դա մեզանում անհիշելի ժամանակներից, այդ նույն Եգիպտոսի ժամանակներից, հանգարց ոչ մեկի մտքից ուրիշ բան չանցնի, էլի, որովհետև եթե խոսում ենք դրանից, վերեք հա, բարձ ասենք, որ այդ քարաշամբի գավաթի վրա էլ կա, որևէ մեկը թող այդտեղ կասկած չունենա։ Քարաշամբի գավաթի վրա եւս գոյություն ունի եւ դա անվիճելի է, իմ կրոնագետիս համար դա անվիճելի է ուղղակի։ Եվ եթե երբևէ հնարավորություն լինի, ես շատ կցանկանայի, որ այդպեսի փոքրիկ հնարավորություն տրվեր ֆիլմեր որպես թողարկել այն ամենը, ինչը որ կապված է այդ ընդհանուր գծի հետ, որը գալիս է դառնում է այբուբենը մեր, շարունակվում է եւ այսօր եւս աշխարհին ներկայացնում է մեր եւ պահպանում է մեր ինքնությունը։ Եվ որևէ կերպ դա փոխել չի կարելի։ Դա անպայման մենք կանենք, բայց այսօր եկեք կենտրոնանանք այբուբենի վրա, հենց այբուբենի վրա,
վրա, որովհետև տարբեր կեղծ լուրեր են տարածվում Այբուբենի Դες հասկանում եմ, հա, դե այնտեղ կա, այնտեղ ինչ-որ մեր հարևաններից մեկը, չեմ ուզում կոնկրետիկայի գամ, արդեն հայտարարում են, որ մեր Այբուբենը եղել է մեր թվագրությունից առաջ 3-րդ դարում։ Ուր է այդ ձեր Այբուբենը 3 հատ ինչ-որ թղթի վրա կատարած նշումը, թղթի վրա նշում 3 հատ։ Բայց մեր հին Այբուբենն է։ Այգու ցավտանեմ ախր։ Լավ, եկեք տենց գնանք հայկական Այբուբենի։ Գնանք հայկական Այբուբենի։ Հիմա հայկական Այբուբեն իմ համար ամենանշանակալի դեպքը հայկական Այբուբենի հետ կապված անձամբ իմ համար, որովհետև երևի դուք հիշես իմ առաջին գրած կուրսային աշխատանքը Լեյբնից էր։ Դե Լեյբնիցը մաթեմատիկայի արև, այսպես են կոչել նրան, մի բացառիկ կերպար, անսահման փոքրացող շարքերի հեղինակն է, այսպես ասենք, էլ դրանից եկում դժվար է պատկերացնել այդ ժամանակաշրջանում որևէ բան։ Եվ ահա նրան հյուր է գալիս իր ընկերը, որը նամակում դրանից առաջ գրել է, որ սկսել եմ հայերեն սովորել։ Դե Լեյբնիցի համար դա ինչ տարօրինակ բան է, էլի, բայց ինչի է իր ընկերը որոշել հանկարծ հայերեն սովորել։ Որ գալիս է, դե Լեյբնիցը շատ հյուրընկալ մարդ է եղել, ընկերը երիտասարդ է իրայից ավելի, ասում է դու նստենք հացտենք, այդ ճաշկերույթի ժամանակ, որ ինքը դրել է, դե իր ծառաները մատուցում են, բան դες, դե հիմա ասում է ինչ է իր գրում, այդ ինչ է սկսել սովորել, ասում է հայերեն Այբուբենն եմ սովորել, վերջացրել եմ արդեն, իսկ այդ ինչ է, ասում է տառերն են հայերի, հա, բայց ասում է թե թուղթ մի հատ դու գրեմ վրան, վերցնում է թղթի վրա գրում է, բայց արդեն այնքան է տեղյակ, որ Լեյբնիցին էլ ասում է, որ մեծատառերն են հայերի տառերը, փոքրատառերը առաջացել են ուշ, իսկապես մոտ 2 դար հետո են առաջացել մեր փոքրատառերը, և հնարավոր է որոշ հարավում ընկած լեզուների ազդեցություն ունի, որպես պետական լեզու, էլի, և երբ որ դիտարկում է ինքը, Լեյբնիցը վերցնում է, նայում է, գրած են մեծատառերը հայերեն, հերթականությամբ գրած են, թողնում է այս խեղճ մարդուն գնում իր սեկրետենի վրա, էլի, որտեղ ինքը աշխատում է, սեկրետենը բացած է, կանգնում, մի 2.5-3 ժամ կանգնում է, մոռանում է այդ խեղճ ու կրակի ինտեղ ելնելը, բերում են այդ ինչ որ պիտի բերեին, բան, դες, դեն, վերջը մի մոմենտ խելքի է, վայ, ասում է, մոռացեմ լրիվ, ասում է, գալի նստում, ասում է, լսի, ասում է, դու Ես կարաս ինձ թողնես, ասում է ինչի թողնեմ քեզ, ինչի դա պետք է, դա ասում է հա հարց չկա էլի, դե քո արժեքի առաջ գրեցի էլի։ Լսի, ասում է ես ուզում եմ սրանցով զբաղվեմ։ Ես ուզում եմ հասկանամ սրանց գաղտնիքը, էլի։ Երևի թե ես հասկանամ դրանց գաղտնիքը։ Եվ այսպես անցնում է մի քանի ամիս։ Ինքը գրում է իր ընկերոջը։ Լսի, ասում է խորացի այդ հայերենի մեջ։ Ինձ ուղղակի ժամանակ չէ թողեցին, որ ես զբաղվեմ դրանով, բայց ինձ թվում է, որ խոշորագույն գաղտնիքներ կան նրա մեջ, որը արժի բացահայտել։ Զբաղվի ու չմտածես, որ դու լավություն ես անում գերման ժողովրդին, հայ ժողովրդին, դու լավություն ես անում գերման ժողովրդին, որ այդ տառերը հնարավոր եթե ելնի գաղտնիքներ նրանց բացել, որպեսզի լավ պատկերացնենք, դա այն ժամանակներն են, երբ որ Գերմանիայում գիտնականը իրավունք չունի հարազատների ներկայությամբ մեռնել։ Այսինքն եթե գիտնական է, եթե պետք է մահանա, արդեն մահվա մահճում է, գալիս են իշխանի, այն ժամանակ շատ էին գերմանական պետությունները, կամ ասենք Պրուսիայի թագավորի ներկայացուցիչները, ասում են դուրս եկեք սենյակից, դուրս են բերում սենյակից, իրանք նստում մինչև վերջ, որ կարող է ինչ-որ բան ասի, որը գաղտնիք լինի, էլի իր ուսումնասիրությունների մեջ, որ այդ գաղտնիքը պետական գաղտնիք լինի, այսինքն այդպիսի մոտեցում կա, եւ հետո հասկանում ես, թե ինչի նրանք տենց արագ Անգլիայից առաջ անցան, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը եւ այլն, բայց այդ մեծն Լեյբնիցը, մեծն, նրան միշտ այդ այլ որ գալի ասում են, էս ինչ ես անում, էլի ով քեզ նամակ ա գրում, դու նամակներին վերցնում պատասխանում ես, այդ ապուշ մեր պաշտոնյաները փոխանակ իրանք հարցը լուծեն, քեզ են գրում հարցը, դու լուծում ես, ինքը մեզ ներկայացնում է իր ձեռագրով,
Մենք ստիպված ենք իրան առաջ տանել, էլի, Ֆրիդրիխ Մեծը մարդ է ուղարկում, այսինքն Կամերգերին իր ուղարկում է, ասում է լսի, երբ որ դու նայում ես, կտավի վրա արև կա, որևէ տեղ տեսել ես, որ տակը գրացելի, սա արև է կամ արև, այտենց բան տեսած կաս, չէ դե, ոնց կլինի, արևն է, էլի, հա, ասում այդ արևը, որ դուրս է գալիս, ինչ ալնում, դե ասում հանգցնում ենք ինչ կա չկա, էլի, դուրս եկավ գլխավոր լուսատում, հա, ասում ինձ ասում են մաթեմատիկայի արև, կարող է լինի արև, որը կարողանա ընտրել լավ թե վատ մարդկանց ջերմացնել իր ճառագայթներով, արևը նրա համար է, որ բոլորին հասնեն այդ ճառագայթները, երբ որ գնում ասում է, Ֆրիդրիխ Մեծը ասում է, իրան մի անհանգստացրեք այլևս, ուղղակի ստուգեք նամակները, որ մենք առաջ չմղենք մարդկանց պաշտոններում, որոնք ոչնչություն են իրենցից ներկայացնում։ Լավ, այս տեսակետից իհարկե երևի ես կցանկանամ մի փոքր անդրադառնանք Եթովպիայի հարցին, երբ որ մենք ասում ենք, հա, եթովպիական ծիսակատարությունների մեջ պահպանված են հայերեն բառեր, հայերեն տառեր են, Եթովպիան դա այն պետություն է եղել, որը աներևակայելի դաժան կյանքով ապրող պետություն է եղել։ Մարդ իրավունք չի ունեցել մտնել Եթովպիա, մի մղոնից ավել մտար, կարող է գլխատվես։ Այսինքն եթե դու չապացուցես, որ պատահականություն ա եղել քո մտնելը, Դուք որ ժամանակաշրջանի մասին եք ընդհուպ մինչև 18-րդ դար։ Այսինքն երբ որ գոյություն ունի Եթովպիական պետություն, ամբողջ արքայական դինաստիան նստած է բանտում, բացի մեկից, որը իշխող թագավորն է։ Իշխող թագավորը դուրսն է, մյուսները բանտ ասածը մի հսկա լեռա, որի մեջ կտրած են 1001 հարմարություններ, բայց ընդեղ է նստած ամբողջ բազմությունը։ Պարաններով են բարձրացնում ուտելիքը, եթե ինչ-որ մեկը պետք է այնտեղից իջնի, պետք է իջնի ընդհանուր որոշմամբ, որ այս ինչին ենք ընտրում։ Իրենց խոշորագույն արքային Զիրա Յաղոբ, որը կասեցրել է իսլամի դեպի հարավ գնալ, տեսեք, ամբողջ այդ ցամաքը համարյա Աֆրիկան նվաճել է։ Հարավում է ինչ-որ բան մնաց է, իսլամը նվաճել է մինչև վերջ համարյա, էլի, այնտեղ անգամ հարակից տարածքներում մեկ այլ իսլամադավաններ ապրում են, բացի Եթովպիայից։ Սա եղել է շատ դաժան երկիր եւ միակ ժողովուրդը, որը ունեցել է բացարձակ իրավունքներ մտնել, մնալ, ինչքան ուզում ես, ապրանքները գնել, դուրս բերել այդ ապրանքները, տանել, դա եղել են հայերը։ Ելնելով նրանից, որ ժամանակին, այո, քրիստոնեությունը ընդունելու հետ կապված, որի համար նրանք կռվել են ու արուն են թափել ամբողջ իրենց պատմության ընթացքում, այդ հայերն են 324 թվականին ավարտել են դեկարոս, մի քիչ շատ զարմանալի է, այդ առումով է, էլի, որ իմ համար մի քիչ զարմանալի է, որ մենք ասում ենք 301 թիվ, 301 թիվը հնարավոր է սիմվոլիկ թիվ լինի, որտեղ մեր որևէ պատմիչի մոտ չկա, որ մենք ընդունել ենք քրիստոնեությունը 301 թվին, այդ մոտ ա որ հաշվարկներ են եւ այլն եւ այլն։ Ես հասկանում եմ, որ եթե 324 թվականին մենք այդքան մեծ դեր ենք խաղացել Հաբեշստանի նման բավականին զորեղ այն ժամանակ Աքսումի կոչված պետության համար խաղացել ենք այդքան մեծ դեր, այդ նշանակում է, որ մեզանում արդեն կայացած է եղել քրիստոնեությունը ավելի, քան թե մենք պատկերացնում ենք։ Էլի տրտատ մեծի օրոք, բայց հնարավոր է ավելի վաղ, քան թե մենք ենք պատկերացնում։ Իսկ Հայբուբենի մասին ինչ կասեք, որովհետև առաջի այսպես մակերեսորեն նայելիս կարելի է տեսնել, որ եթովպիական տառերը նման են հայկականին։ Այսինքն նույն իմաստը չունեն, բայց Չէ, նույն իմաստը չունեն, նույն հնչեղությունն էլ չունեն, խոսանք չունեն, բայց այն, որ նրանք ովքեր եկել են եւ քարոզել են քրիստոնեությունը, իրենց հետ բերել են նաեւ այդ տառերը, ավելի վաղ տառերը, քան թե Մեսրոպ Մաշտոցի ժամանակային։ Դա բացատրում է նաեւ են, որ այդ տառերից եւ իրանք պետքա վերցրած լինեին, որովհետեւ եկել են քարոզիչներ, եկել են մարդիկ, ովքեր համարել են, որ իրենք կարող են ներկայացնել համակարգ, որը կճանաչի այդ ժողովուրդը։ Այդ մարդը պետք է լինի կրթված մարդ, հավատացնում եմ ձեզ։ Նույնիսկ մեր ամենավաղ աղանդավորական ուղղությունները, որոնք գնացել են Եվրոպա եւ Եվրոպայում հազար ու մի բան են արել որպես Պավլիկյաններ եւ այլն,
նրանք գերակա են եղել գիտելիքի տեսակետից եւ նրանց ունեցած ինքնությունը անվիճելիորեն եւ ճանաչելի եւ ընդօրինակելի է եղել շատ շատերի կողմից, բայց դա էլ չմոռանանք, որ դա 324 թիվն է, իսկ Մեսրոպ Մաշտոցը արդեն 5-րդ դարն է, էլի։ Եվ այդտեղ կարող են լինել որոշակի տարբերություններ, ճիշտ այնպես ինչպես շումերերեն, ասենք հնչույթների եւ նրանց հայերեն բացատրության միջև ինչ որ տարբերություններ, ինչ որ տատանումներ կան։ Դրանում կասկած չկա, էլի, բայց ինչի որևէ մեկը այդ առումով չի նայել, էլի, որ Մովսես Խորենացին դա ինչ որտեղ բացատրել է, էլի։ Մենք այն 1000 մի բան են, Մովսես Խորենացին ինչ է ասում, ասում է Հայաստանում երկու մեծ համայնքներ կային, որտեղ ապրում էին դարբինները, նու, այսպես ասենք, մոտավորապես ցիկլոպները, մոտավորապես։ Մեկը Արարատի շուրջն էր, մյուսը Արագածի շուրջը, և նրանք իրար չէին սիրում։ Այսինքն նոր քաղաքակրթական հեղափոխությունը, որը տեղի էր ունեցել, գլխավոր կրողները հավանաբար սրանք էին։ Մետաղաձուլություններ խնդիրը։ Ոչ թե քարերը վերջացան, որ քարի դարաշրջանն ավարտվեց։ Քարերը չեն վերջացել։ Այլ մետաղն է հայտ եկել, մետաղաձուլությունը, եւ դրա կրողները եղել են այստեղ։ Եվ այդ կրողներից մեկը դուրս է եկել ու գնացել հարավ։ Այսինքն հեռացել է։ Այդ Մասիսի շուրջը հավաքվածներն են հեռացել։ Արագածի շուրջ ինչից ելնելով, ասենք, մեր պատկերացումները շումերների մասին, նրանց թողած հիշատակությունների մասին, որ այսինչ երկիր է մենք եկել ենք, էլի, այստեղ մաքուր ջուր չկա, բայն խոխոջուն առվակները, որ կային մեր լեռներից գալիս էին, մենք խմում էինք, ընդհանրապես խնդիր չունեինք առողջության հետ։ Հիմա այստեղ էս աղբանոցում ճիշտ է անքանակ բերք ենք ստանում, բայց ստիպված ենք եփել գարեջուր եւ գարեջուր մենակ խմել, որովհետեւ ջուրը անթույլատրելի է այստեղ խմելը։ Բայց մենք էլի ունեցել ենք ուղղակի հարաբերություններ եւ նրանց առաջին 4 պատմությունները, որը այսօր արհեստականորեն էլի մի կողմ են դրվում, Էմմեր Կարի պատմություններն են դրանք։ Նշենք, որ խոշորագույն շումերագետները պարբերաբար նշել են, որ այս է գլխավոր պատմությունները։ Այս 4 պատմությունն է, ոչ թե հետագա Գիլգամեշը։ Գիլգամեշը էլի նրանց պատմությունն է, բայց նույնիսկ եմ կրկնում էլի, եթե մենք հանգարց զուգահեռներ փորձենք անցկացնել նույն Գիլգամեշի եւ Սասնածռերի մեջ, մեր դիցազներգության կամ էպոսի մեջ, համեմատելու ժամանակ, իհարկե, եւ չմոռանանք էլի մի բան, դա եկել հասել է մեզ մեր կենթանի հիշողությունների միջով։ Գիլգամեշը 1000 ու մի տեղ վերականգնել ենք։ Այսինքն դա չի եկել հիշողությունների միջով մարդկանց։ Մեր մոտ է հիշողությունների միջով եկել եւ ոչ միայն մեզ հայտնի էպոսը։ Նաեւ ուրիշ դիցազներգություններ։ Մենք առիթ կունենանք այդ էպոսի եւ այլ դիցազներգությունների վերաբերյալ համատական վերլուծություն անել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ կհետաքրքրի եւ մենք կշարունակենք այս շարքը, որովհետեւ այն ինչ մասին մենք խոսում ենք, դա մեր բուն էությունն է, ինչքան մենք մոտ լինենք մեր բուն էությանը, այնքան մեր որոշումները կլինեն ավելի հավասարակշռված եւ ճիշտ։ Եվ ոչ սխալ, էլի, ոչ սխալ, լավ ճիշտ չլինի, ոչ սխալ լինի։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք փիլիսոփա կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։